Ուրեմն հարգելի իմ դիտորդ, ես նաև նայեցի 44 օրվա պատերազմի աստղագիտական քարտեզը և կուզեմ, որ շատ ուշադիր լսեք, որովհետև իրականում սա էլ էր իմ համար։ Չնայած ես արդեն կասկածում էի, բայց այնուամենայնիվ սա էլ արդեն տարոները չէին, այլ մոլորակների բացահայտումներ։ Այն ժամանակ, որ պատերազմը եղավ, ես մոլորակները ուսումնասիրում էի, բայց նատալ կարտերի հետ չէի առնչվում։ Ես մոլորակները ուսումնասիրում էի մոլորակային մոգության հետ կապված, այսպես գործողություններ անելու, այսինքն ծեսեր անելու համար։ Բայց որպես աստղագիտություն ես սկսեցի հետո ավելի ուշ ուսումնասիրել և հիմա էլ ավելի խորացրեցի այս ամեն ինչը։ Նախ ուզում եմ հարցնել տարոներին, պատերազմը արդյոք նախատեսված էր, զգուշացված էր, գիտեին Հայաստանի կառավարությունը պատերազմի մասին, տեղյակ էր Հայաստանի կառավարությունը պատերազմի մասին, Քարտալունը։ Եվ 5-ը, Գավազանի 5-ը։ Հայաստանի կառավարությունը, այո, գիտեր պատերազմի մասին։ Պատերազմը դավաճանության արդյունքում եղավ։ Չէ, սխալ է հարցս, որովհետև նատալ կարտով մանևրել թերևս հնարավոր էր, բայց տեսնենք, պատերազմի ընթացքում ավելի շուտ դավաճանություն տեղի ունեցել է։ 44 օրյա պատերազմի ընթացքում դավաճանություն տեղի ունեցել է։ Տեղի ունեցել է արդյոք դավաճանություն պատերազմի ժամանակ։ Կարոլ Միջե բերեց մեր ղեկավարին և դիավոլ։ Խաբեություն, քաոս, կեղծիք։ Մեկը չփորձվի մի հատ նեգատիվ հանգարց այս նյութից տակ ինչ-որ բան գրի, անհայրենիք դավաճաններ։ Ես իմ աշխատանքն եմ անում, ձեր չի տալի, թողեք անցեք, մնացեք ձեր հարթ ուղեղի մեջ, տեղավորվեք ձեր հարթ, անհայրենասեր, անմարդկային, անհոգի ուղեղի մեջ։ Ուրեմն 44 օրյա պատերազմի մեկնարկի աստղագիտական նատալ քարտը կառուցված է դրա պաշտոնական սկզբի տվյալներով 2020 թվականի սեպտեմբերի 27 ժամ 07:10 և քաղաք Ստեփանակերտ։ Այս քարտը համադրվելով Հայաստանի Հանրապետության, ասել եմ 21 սեպտեմբերի 1991 թվականի նատալ քարտի հետ, ցույց է տալիս բոլոր ճակատագրական մոլորակների դասավորվածությունը։ Ուրեմն ասցենդենտը ծագող նշան կշեռք, պատերազմը սկսվել է կշեռքի ինտենսիվ ազդեցության տակ, որի կառավարիչ Վեներան գտնվում էր Այրուս նշանում, սա խորհրդանշում է դիվանագիտության տապալում և հարցերի լուծում կոշտ ուժերի միջոցով։ Եթե հիշում եք, Ադրբեջանի նատալ կարտը գտնվում է կշեռք նշանում։ Հիշեցնեմ, որ խոսքս արդեն դիվանագիտական դաշտում, մինչև պատերազմը արդեն դիվանագիտական դաշտում արդեն կար պարտությունը։ Մարսը խոյում, ռետրոգրադ, հետընթաց, սա քարտի ամենակարևոր և վտանգավոր ցուցիչն է։ Պատերազմի ագրեսիայի և այրան մոլորակը Մարսը գտնվում է իր տան խոյ նշանում, բայց հետընթաց վիճակում։ Ռետրոգրադ Մարսը բերում է անվերահսկելի կույր ագրեսիայի, հին հաշիվների մաքրման և ռազմական գործողությունների ծանր ընթացքների։ Սատուրնի և Պլուտոնի միացումը այդ եղջյուրում 2020 թվականին այս հզոր միացումը խորհրդանշում է հին համակարգի փլուզում, ինչպես տեսաք, Արցախի հարցը, աշխարհաքաղաքական, տեկտոնական տեղաշարժերի և ճակատագրական անդառնալի կորուստների։ Լուսինը ջրհոսում, ժողովրդի հոգեվիճակը և ներքին տագնապը, որը կտրուկ փոխեց հանրային գիտակցությունը։ Հայաստանի նատալ քարտի հետ եթե համադրում ենք Սինիստրիա և տրանզիտներ,
ուրեմն մոլորակները Հայաստանի հիմնադրման 21/09/1991 քարտի հետ ակնհայտ դառնում է ճգնաժամային եւ ունենում է այսպես ծանր ասպեկտներ։ Տրանզիտային Մարսի քառակուսին Հայաստանի Սատուրնին, սա աստղագուշակության մեջ համարվում է ծանր հարվածի, արգելքների, պետական կորուստների եւ համակարգային ճնշման ասպեկտներ։ Արևի վերադարձը սոլար, պատերազմը սկսվեց Հայաստանի անկախության օրվանից ընդամենը 6 օր անց, սա նշանակում է, որ Հայաստանի տարեկան նոր քարտի սոլարի մեջ արդեն իսկ դրված էր այդ ծանրագույն ռազմական ճգնաժամային կոդը։ Եթե 44 օրվա պատերազմը եւ դրա աստղագիտական նատալ քարտը դավադրության թեմայով մենք նայենք, հաճախ կապվում է մոլորակների թաքնված քողարկված եւ կառավարող ազդեցությունների հետ, աստղագուշակության մեջ գաղտնի պայմանավորվածությունները, թիկունքից հարվածները, դավադրությունները, կառավարում եւ կոնկրետ տների մոլորակների կողմից կարելի է այն դիտարկել որպես իրականում դավադրություն։ 12-րդ տան ազդեցությունը, գաղտնի թշնամիներ եւ դավադրություններ։ Աստղագիտական քարտեզում 12-րդ տան պատասխանատուն է գաղտնիքների, թիկունքից այսպես հարվածող, դավերի, դավաճանությունների եւ անտեսանելի թշնամիների համար։ Պատերազմի սկզբի ուրեմն քարտում Մերկուրին գտնվում էր կշեռքի վերջին աստիճանում 12-րդ տանը։ Մերկուրին պատասխանատու է ինֆորմացիայի, բանակցությունների, պայմանագրերի համար։ Դրա գտնվելը 12-րդ տանը ցույց է տալիս, որ իրական բանակցություններն ու պայմանավորվածությունը եղել են գաղտնի, ինչ էին վերելակի մեջ բանակցում։ Հանրությունից թաքնված, իսկ պաշտոնական տեղեկատվությունը կեղծված կամ մանիպուլացված ինֆորմացիոն պատերազմ, այսինքն Լիլիթը Սևլուսինի դիրքը, Լիլիթը քարտում խորհրդանշում է կուրություն, խաբեություն, գայթակղություն եւ դավաճանություն։ Պատերազմի մեկնարկի պահին Լիլիթը գտնվում էր Խոյ նշանում, Մարսի հետ միացության մեջ, սա աստղագիտական ամենավտանգավոր դասավորվածություններից է, որը նշանակում է, որ ռազմական գործողությունները հրահրվել են կեղծիքի, թակարդների, դավադիր սցենարների միջոցով։ Սա նաև հանգեցրել է իրավիճակի սխալ գնահատմանը, իլյուզիաների, այսպես կողմերից մեկի համար։ Ով է սովոր իլյուզիաներ առաջացնել ժողովրդի մոտ։ Ձեզ այդ հարցը տվել եք։ Նեպտունի դերը մշուշ եւ ապա տեղեկատվություն, Դագդիգական նահանջ, հիշում եք։ Երբ մենք սպասում ենք, թե մեզ ինչ պետք է ասեն, մեզ բացատրում են կորոնայից։ Դիմակները դրած կորոնայից էին մեզ բացատրում։ Նեպտունը պատասխանատու է գաղտնի գործակալությունների, դավադրությունների, տեսույթների եւ իրավականության աղավաղման համար։ Տեսեք, մեզ տալիս էին նյութեր, իբր ադրբեջանցիների ջանդակները վերևից նետվում է ջուրը եւ այլը, մինչդեռ դրանք մեր տղաների մարմիններն էին։ Մենք էլ ասենց ուրախ գնում էինք, լայքում էինք, օ, կեցե։ Նեպտունը գտնվում էր իր սեփական ձկներ նշանում եւ հակադրության օպոզիցիայի մեջ էր գտնվում Այռուծի Վեներայի հետ։ Սա ստեղծում էր մշուշի էֆեկտ, այնինչ տեսանելի էր պատերազմի ընթացքում, ամբողջությամբ տարբերվում էր իրական վիճակից, ինչը կատարվում էր կուլիսների հետևում։ Եթե աստղագիտական քարտեզում աշխարհաքաղաքական, ներքաղաքական դավադրությունների գործոնները միահյուսված էին, քանի որ արտաքին ուժերի գործողություններն ու ներքին տեղեկատվական մանիպուլյացիաները տեղի են ունեցել նույն մոլորակների ցիկլերի ազդեցություն։ Եվ դա ինչպես է դասավորվել։ Աշխարհաքաղաքական դավադրություն, երբ որ մեր այդ ծանր վիճակի կարծես ամբողջ աշխարհը մեզ դավաճանեց։ Հիմա ես խոսում եմ դրա մասին, Պլուտոնի, Սատուրնի, Յուպիտերի միացումը այդ եղջյուրում 4-րդ տանը, աստղագիտության մեջ այդ եղջյուրը խորհրդանշում է գլոբալ իշխանություն, պետական համակարգերը եւ խոշոր
խաղացողներին, իսկ 4-րդ տունը ներկայացնում է երկրի տարածքն ու սահմանները։ Այս 3 հզոր մոլորակների կուտակումը ցույց է տալիս, որ պատերազմի թիկունքում կանգնած էին համաշխարհային գերտերությունների խոշոր աշխարհաքաղաքական շահերը։ Սա ոչ թե լոկալ կոնֆլիկտ էր, այլ մեծ շախմատային խաղ, որտեղ սահմանների վերաձևակերպումը կանխորոշված էր գաղտնի պայմանագրերի և պայմանավորվածության և բանակցության ընթացքում։ Հյուսիսային հանգույցը Ռահու երկվորյակներում 9-րդ տանը պատասխանատու է միջազգային դատարանների, դիվանագիտության և արտաքին կապերի համար։ Երկվորյակների ազդեցությունը ցույց է տալիս երկդիմի դիվանագիտության, միջազգային հանրության և դաշնակիցների արտաքուստ հանդես էին գալի խաղաղության կոչով, սակայն կուլիսների հետևում կար հստակ համաձայնություն կամ անգործունեության պայմանավորվածություն։ Հիշեցնեմ 9-րդ տունը, որտեղ երկվորյակներում, հիշում եք, չէ՞, ձեր երկրի ղեկավարի կենդանակերպի նշանը։ Ներքաղաքական գործընթացներ և տեղեկատվական բլոկադա։ Մերկուրի 12-րդ տանը կշեռքում և քառակուսին Սատուրնի հետ Մերկուրին ինֆորմացիա և լրատվության մոլորակն է։ Դրա գտնվելը գաղտնիքների 12-րդ տանը նշանակում է, որ ներքին լսարանի համար նախատեսված ինֆորմացիան ամբողջովին եղել է փակ, կեղծված, ֆիլտրված և մեկուսացված։ Սատուրնի հետ ծանր ասպեկտ քառակուսին խորհրդանշում է պետական ցենզուրան, տեղեկատվության կոշտ սահմանափակումը և հանրության հաղթական իլյուզիաների մեջ պահելը, ինչը որ թույլ էր տալիս իրական պատկերը տեսնել։ Գյանջայի օդանավակայանի հարվածը, մեր տղաները մարտնչում են, հաղթում են և պետք է մինչև վերջին կաթիլը մեռնել հանուն հայրենիքի, պետք է ապրել հանուն հայրենիքի, ոչ թե մեռնել հանուն հայրենիքի։ Դուք դագաղներով ուղղակի եկաք և դառաք ղեկավար։ 18 թվին համարյա շատ-շատերի դռան դեմը դրվեցին դագաղներ և ծաղիկներ։ Լիլիթը Սև լուսին, միացությունը Մարսին, սա ներքին դավաճանության, սխալ հրամանների, ով էր գլխավոր հրամանատարը։ Քաոսի և կառավարման համակարգի կուրության գլխավոր ցուցիչն է։ Այն ստեղծում է իրավիճակ, երբ որոշումներ կայացնողները կամ գործում են սեփական ամբիցիաներից դրդված խոյի ազդեցության կամ ներքաշված էին կեղծ սցենարների մեջ, ինչը հանգեցնում էր ինքնախաբեության և ռազմական դաշտում սխալ մանրամասների։ Կարար արդյոք չլիներ պատերազմ։ Եթե աստղագուշակության մեջ դիտարկվում է նաև ալտերնատիվ տրանզիտներ և մոլորակների ցիկլեր։ Աստղաբանական քարտը ցույց է տալիս, որ 2020 թվականի աշնանը ճգնաժամը անխուսափելի էր, քանի որ դա Հայաստանի նատալ քարտի պատմական ամենածանր հանգուցալուծման շրջանն էր։ Եթե նույնիսկ այդ կոնկրետ օրը սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ չսկսվեին, մոլորակային ճնշումը կպարբեր այլ ձևով կամ փոքր-ինչ այլ ժամանակահատվածում։ Ճգնաժամի տեղափոխումը կլիներ 2021 թվականի գարնանը, ապրիլ ամսին կամ մայիս ամսին, և հնարավոր էր, որ այդ դեպքում չունենար այդ սցենարը ներքաղաքական կոշտ հեղաշրջման կամ փլուզում, քանի որ Սատուրնի և Պլուտոնի միացումը այդ եղջյուրում քանդում է հին համակարգերը, պատերազմի բացակայության դեպքում այդ էներգիան կուղղվեր երկրի ներս, կարող էր լինել երկրում այսպես քաղաքացիական պատերազմ։ Երկիրը կկանգներ ներքին քաղաքացիական մեծ բախումների, վտանգների առաջ, քանի որ Լիլիթը Սև լուսինի ազդեցությունը հասարակության մեջ ներքին ատելության և պատմական բարձր ֆոն էր ստեղծում, այսինքն տարածքները կտրվեր առանց պատերազմի, և դա կլիներ ժողովրդի, այսպես ասեմ, մեծ անհանգստությունն ու բողոքը, ինչից որ վախենում էին
կառավարությունը։ Ուստի այդ պատերազմը այնպես որ դուք փախաք, զենքերը թողեցիք, մենք չկարողացանք, ինչի եք ապրել, եթե դուք հայրենասեր եք, դուք էլ պետքա մեռնեիք, բա ուր եք, ինչի չէիք գնացել մեռնելու, այս տեսակ խաղեր ժողովուրդ ջան։ Ուրեմն դիվանագիտական կապիտուլյացիայի սցենարը Մերկուրիի դիրքը 12-րդ տանը գաղտնիքներ ցույց է տալիս, որ եթե չլիներ բաց այդ պատերազմ, ապա դավադրություններ կհանգեցնեին տարածքների կամ սուվերենյան կորստի առանց կրակոցի դանդաղ փաստաթղթային ճնշումների միջոցով կամաց կդար, բայց չէր լինի այսքան զոհ։ Ուրեմն եթե մենք նայում ենք 2020 թվականը, Հայաստանի համար գարմային հաշվեհարդարի և տրանսֆորմացիայի տարի էր, որից անկորուց դուրս գալը գրեթե անհնար էր, կամ մենք մեր հոժար կամքով պետք է արդեն պարտված լինելով դիվանագիտական դաշտում պետք է տայինք հողերը լուռ, որն էլ քաղաքացիական պատերազմ կարող էր առաջացնել ներսում, այն կոպիտ ասած տային Սամասուդան էին ժողովուրդը իրանք դրանից վախեցան և իրանց հարմար էր պատերազմի սցենարը։ Մենք մեղավոր չենք, դուք չկռվեցիք, դուք փախաք, ուր էին արցախցիները, ուր էին սրանք, ուր էին նրանք, մինչդեռ իրենց ապաշնոր քաղաքականությունը երբեք իրանք չկարողացան ճիշտ գնահատեն։ Եվ իհարկե մենք այս դեպքում և կորցրեցինք տարածքներ և կորցրեցինք մեր երիտասարդ տղաներին, որի համար ցավում եմ։